Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները ոչ արդյունավետ են կառավարում, ես դրա մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեր ջրերը հոսում եւ գնում են հարևան եւ ոչ բարեկամ երկրների տարածքներ։ Եւ մենք այսօր խնդիր ունենք այդ ջրային ռեսուրսները կառավարման։ Ջրամբարաշինության ծրագիրը ձախողվել է։ Ջրային ակունքները շատ դեպքերում նաեւ գտնվում են ճշնամական պետության վերահսկողության ներքո։ Իսկ այն ջրային ռեսուրսները, որ մեր կոնտրոլի տակ են, դրանք անխոչնդոտ, այսպես ասած, գնում են եւ այլ պետությունների ուրեմն գյուղատնտեսություն են զարգացնում, այնինչ մենք ունենք սկայական անմշակ հողեր, որոնք որ ոռոգելի կարող ենք դարձնել։ Այս ուղղությամբ աշխատանք չի անում։ Եվ վերջին որոշումը, որ արդեն ժամով պետք է ջրամատակարարում իրականացվի հատկապես ամառային շրջաններում մայիսից մինչև սեպտեմբեր։ Դա ինչու է պայմանավորված։ Սա պայմանավորված է անմխիթար վիճակի։ Այդ գիտենք, որ ջրի կորուստները, ահռելի կորուստներ են, տարբեր տոկոսների մասին են խոսում, 60-70% ջրի կորուստի մասին, որը որը մի քայլ չի ձեռնարկվում, որպեսզի կրճատվի այդ կորուստների քանակը, խոսում է ոչ արդյունավետ կառավարման մասին, խոսում է նրա մասին, որ այս ուղղությամբ որևէ առարկայական քայլեր չի ձեռնարկվել, տարին տարվա վրա այս ամեն ինչը շատ ավելի վատթարանում է։